Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշվում էր ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ են տրվում։ Ինչպես մեզ հայտնեցին հասարակական կազմակերպությունից, դեռ պարզ չէ, թե կոմիտեում ովքեր են ընդգրկվելու։ Հորդորեցին սպասել, մամլո ասուլից կհրավիրեն, մանրամասներ կներկայացնեն։ Հետախույզ վետերանների միավորումը մայիսի 29-ին հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ միանում են Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության նախաձեռնությանը։ Հետախույզ վետերանների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Կարապետյանն այսօր արդեն նշում է. ազգային դիմադրության կոմիտեի մաս կկազմի, թե ոչ, դեռևս տեղյակ չէ։ Քաղաքական հարցերի մեջ մտնել չի ուզում։ Նշում է, միացել էին Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանը հակառակորդի կողմից գրավված հողատարածքները յետ բերելու եւ առաջ գնալու համար։ Տեսնում ենք, որ մենք պետք է այսօր խմբավորվենք, տեսնում ենք, որ կատարվել է պետական դավաճանություն, պարզ է, ակնհայտ է դավաճանությունը, դրա համար ասենք պետք է միավորվել, սա քաղաքական բնույթ իրանից չի կրում, մենք քաղաքական գործերի մեջ այդ գործերով չենք զբաղվում, չնայած ամբողջ այսօրվա այս պատմությունը քաղաքականն է իրանից, բայց մենք լրիվ ռազմական գործողությունների ենք պատրաստ։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Ասալայի մարտիկ Ալեկ Ենիկոմշյանը թեև նշում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորման անունից հայտարարություններ անել չի կարող, բայց իր կարծիքով դիմադրության կոմիտեն, ինչպես երևում է հայտարարությունից, դիմագրավելու է թե ներքին եւ թե արտաքին հակառակորդին։ Ըստ նրա, մարտահրավերները երկու դեպքում էլ քիչ չեն, դրանք հնարավոր է լուծել իր ձևակերպմամբ առանց այս վարչախմբի։ Քարոզիա պատերազմը չեն մասի այն իմաստով, որ ամեն ինչ, ինչպես ասացի, շատ հստակ բաց երևում է եւ շատ հագասություններ ավելի են սրվել Քարոզիա պատերազմի բերումով, եթե նրանց հաջողվում է քաղաքական դաշտում գտնվող այդ դասական քաղաքական դաշտում գտնվող մարդկանց կոմպրոմատներով լրացնել, այսօր համենայնդեպս ժողովուրդը առաջվա նման չի վախենում եւ ժողովրդի շատ մեծ կարևոր հատվածներ, որոնք չեն լվում այսօր, իրենք կոմպրոմատների ենթակա չեն։ Թե Ալեկ Ենիկոմշյանը եւ թե Սուրեն Կարապետյանը քարոզիա պատերազմից հետո իշխանությունների գործողությունները իրավիճակին համահունչ չեն համարում։ Նրանց դիտարկմամբ մի քանի բարձրաստիճան զինվորականի պաշտոնից հեռացնելը դեռևս բավարար չէ։ Դա ընդամենը խաղ էր։ Սա գլխավոր հանցագործները վերևում դեռ նստած են, իսկ այն պաշտոնանկ են անում են մարդիկ, որոնք պետք է ժողովրդին խաբեբայությամբ ցույց տան, որ իրոք այդ մարդիկ, որոնք ինչ որ իրանց չափաբաժին ունեն, սա փոքր մասնիկներն են։ Ալեկ Ենիկոմշյանը վստահություն հայտնեց, որ թե Արցախում եւ թե Հայաստանում պատրաստ են դիմակայել թե հակառակորդին, թե իշխանություններին։ Համբերության բաժակը լցվել է, պորտկումն անխուսափելի է։ Այլընտրանքային իշխանության ձևավորումով է եւ ռեալ իշխանության ձևավորումով է, որ մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները մենք լուծելու ենք եւ ներքին եւ արտաքին։ Անի Գևորգյան, Վազգեն Համբարձումյան, Առաջին լրատվական։